Տիկին դատախազ, տարվա գործունեության մասին ցանկացած հաղորդում իր մեջ բացի փաստագրական տվյալներից պետք է նաև որոշակի վերլուծություն ունենա եւ այդ վերլուծության արդյունքում նշվեն եւ արդյունքները եւ դրական կողմերը եւ նաեւ թերությունները, որոնք հիմք պետք է հանդիսանան հաջորդ տարվա գործունեության համար, կարծում եմ։ Կարող եք առաջի հարցը հետևյալն է, կարող եք ասել դատախազական համակարգում տարվա ընթացքում ինչպիսի խախտումներ, բաստողումներ, թերություններ են եղել, որոնց ուղղությամբ հաջորդ տարի դուք պետք է աշխատեք, որպեսզի այդ թերությունները վերացվեն։ Սա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը, գիտեք, որ այս ժամանակահատվածում մեր հանրության ուշադրության կենտրոնում իհարկե 44 օրյա պատերազմի հանգամանքներն են եւ փորձ է արվում այսօրվա իշխանության կողմից, դա ակնհայտ է, երևում է, որ հիմնական մեղքը տեղափոխել զինվորականների վրա, բանակի վրա, այնինչ պետական կառավարման համակարգում եւ ռազմական կառավարման համակարգում բոլորն էլ ունեցել են իրենց դերակատարությունները եւ հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսին օրինակ դիվանագիտությունն է, պետական կառավարման համակարգը, ռազմական ռեսուրսների փոխադրումն է եւ այլն։ Այս քննիչ հանձնաժողովի կազմում դուք կարող եք ասել, որ երկու հարց է այստեղ։ Արդյոք դատաիրավական համակարգից մասնակցել են քննիչ հանձնաժողովի հարցաքննություններին, մասնակցել են, որովհետև իրենք էլ իրենց պարտականություններ ունեն։ Եվ հարուցված քրեական գործերի, սա անցած տարվա հարցն է, որը որ դուք անցած տարի չեք պատասխանել, հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակին եւ տոկոսային առումով միգուցե։ Թվային առումով կարող է ձեր մոտ չլինի այդ տվյալները, քանիսը մյուս համակարգերին պետական։ Շնորհակալություն, նախ վերլուծությունների հետ կապված մեր տարեկան հաղորդումը միակ փաստաթուղթը չի, որով մենք վերլուծական աշխատանք ենք իրականացնում, դատախազությունը տարին 2 անգամ կիսամյակային հաստատում է իր աշխատանքային ծրագիրը եւ յուրաքանչյուր աշխատանքային ծրագրի թեմա ընտրվում է այդեր ասած խնդիրները մտքում ունենալով, ինչպես իրավակիրառ նորմերի, պրակտիկայի, այնպես էլ կոնկրետ հանցակազմերի վերաբերյալ եւ հանցավորության վիճակի հետ կապված, ուստի մենք տարեկան հաղորդումը չենք ծանրաբեռնում նմանատիպ վերլուծական աշխատանքով, այդ վերլուծական աշխատանքը իրականացվում է մեր աշխատանքային ծրագրերով հաստատված յուրաքանչյուր կիսամյակով եւ չի իրականացվում ընդհանրական մեկ ամբողջական միավորով, այլ ըստ ստորաբաժանումների։ Եւ դրա արդյունքներով, եթե հետևեք դատախազության կամ հետևում եք, չգիտեմ, դատախազության գործունեությանը, մենք նաև ունենում ենք էթիկայի հանձնաժողովի նիստեր դատախազների հետ կապված եւ ունենում ենք կարգապահական վարույթներ եւ ունենում ենք ընդհանուր մինչեւ ամենախիստ կարգապահական պատասխանատվության միջոցները այդ թվում դատախազների նկատմամբ, այսինքն այդ բարեվարկության ցենզը, որը մենք պահանջում ենք, առաջին հերթին հենց մեր նկատմամբ էլ կիրառում ենք։ Զինվորական հանցագործությունների հետ կապված նախորդ տարի ներողություն, եթե չեմ հիշում, բայց առնվազն գոնե հետագայում էլ ձեզնից տարբեր հարցումներ ստանալով չեմ հիշի մի դեպք, որ դուք հարցրած լինեք հարաբերակցության մասին, բայց ստիպված եմ լինելու կրկնել, որ 44 օրյա պատերազմի հետ կապված մեր դիրքորոշումը որպես մեղադրող կողմ ներկայացված է դատարան ներկայացված մեղադրական եզրակացություններով։ Այդ բոլոր մի քանի բացառություններով, որոնք գաղտնի վարույթներ են, բոլոր վարույթները հրապարակային են ու վարույթների մեծ մասն արդեն դատարանում է։ Ավելին, ունենք առաջին ատյանի դատարանում նույնիսկ հանգուցալուծված եւ խիստ ազատազրկում մոտ 15 տարի, եթե չեմ սխալվում, պատիժ արձանագրած դատական ակտ։ Այսինքն այս մասով մեզնից քաղաքական գնահատականներ ակնկալելը չի բխում որևէ կերպ մեր լիազորությունից։ Կլինի դա քննիչ հանձնաժողով, կլինի դա ցանկացած արտադատական փաստաթուղթ։ Մեր դիրքորոշումը 44 օրյա պատերազմի վերաբերյալ հստակ արտացոլված է դատարան ներկայացված մեղադրական եզրակացություններում եւ այդ մեղադրական եզրակացություններում շատ մանրամասն են նկարագրված այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով գործողություններին, որոնք առաջացրել են հետևանքներ։ Դրա համար քաղաքական գնահատական տալ չեմ կարող եւ ասել, որ մեր զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով որևէ քաղաքական
հայտարարություն կամ որևէ դիվանագիտական ծառայության ներկայացուցչի մեղադրանք պիտի առաջադրվի, ելի նշանակում է չպատկերացնել դատախազության գործառույթները։ Մենք քննում ենք զինվորականների վերաբերյալ գործեր զինվորական հանցագործությունների դրվագներով ու ներկայացնում ենք դատարան։ Տիկին դատախազ, դուք զինվորական դատախազ չեք, թե հանրապետության գլխավոր դատախազն եք, եւ ոչ ոք չի ասում ձեզ, որ քաղաքական գնահատականներ տրվեր։ Իմ հարցս կոնկրետ է, եւ ես պատկերացնում եմ համակարգի գործունեության թե տարեկան, թե կիսամյակային հաշվետվություններ, ես հարց տվեցի։ Կարող եք այստեղ ասել մեր հանրությանը, օրինակ ձեր գործունեության ընթացքում դատախազական համակարգում ինչպիսի բացթողումներ եւ թերություններ են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է 44-օրյա հարուցված քրեական գործերին, անցած տարի եմ ես այս ամբիոնից եւ հարց տվել եւ նաեւ ելույթի մեջ նշել, քաղաքական գնահատական մի տվեք, ասենք ձեր գործունեության արդյունքում պարզ է արդյոք, թե բացի զինվորականներից, այլ համակարգից հարուցված քրեական գործեր կան, թե չկան, չենք ասում քաղաքական գնահատական տվեք, դիվանագիտության, թե մյուսներին։ Կարող եմ արձագանքել։ Շնորհակալություն, ձեր հարցը, քանի որ զինվորական կոնտեքստում էր, պատասխանել եմ այդ տրամաբանության մեջ, բայց բացարձակ ինձ համար դժվարություն չի ներկայացնում նաև ձեր նոր ձևակերպած հարցին պատասխանել։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մեր դիրքորոշումը ներկայացված է մեղադրական եզրակացություններում, ուղարկված է դատարան։ Այն ինչ կա այս պահին դատարանում, դա դատախազության դիրքորոշումն է։ Դատախազության դիրքորոշումը փաստահեն է։ Մենք հենվում ենք ապացույցների վրա։ Եվ այդ ապացույցներով ներկայացրել ենք դատարան եւ կրկնում եմ, ունենք մեղադրական վերդիկտներ։ Ինչ վերաբերում է դատախազության թերություններին, վստահաբար բոլոր թերությունները ամենաաննշան թվացողից մինչև ամենայմ կարծիքով խնդրահարույց ես տեղեկացված եմ։ Եթե ցանկությունը ժամանակ ունեք, կարող եմ սկսել թվարկել, բայց ինձ համար ամենակարևորը ժամանակային ձգձգումներն են։ Որովհետև այն ինչ պետք է արվեր ցանկալի կլներ մի 5 տարի առաջ, մենք հիմա ենք անում։ Ու դա բազմաթիվ հարցադրումների տեղիք է տալիս ինձ որպես գլխավոր դատախազի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։